Նոյանտապանում հյուրընկալել եմ հիմնադիր զավակներ նախաձեռնության համահեղինակ հանրային գործիչ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Բաքվի բռնապետը երեկ խոսել է ադրբեջանցիների վերադարձից մեր երկիր, նշել է, որ մեր պետությունը, ժողովուրդը պետք է դրանից չվախենա, որովհետև ադրբեջանցիները իրենց այսպես կոչված պատմական հողեր վերադառնալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այս իր հայտարարությունը հիմնավորելու համար հղում է արելցարական քարտեզներին, նշելով, որ Հայաստանի բնակավայրերը բոլորը ունեն ադրբեջանական անվանում եւ դրանք իրենց պատմական հողերն են։ Հիմա Հայաստանի վարչապետն այսօր առիթ է ունեցել այս հայտարարություններին անդրադառնալու, նշել է, որ ակնարկները լեգիտիմ չեն, որ պետք է հստակ անցյալը տարանջատվի ապագայից, որ եթե քարտեզներին հղում անելով շարժվեն երկրների առաջնորդները, ապա շատերը առիթ կունենա նման հայտարարություններ անելու, այդ թվում հայերը։ Ըստ Փաշինյանի Ադրբեջանի հետ կոնֆլիկտը քաղաքական առումով ավարտված է, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում ոչ։ Ձեր դիտարկումները եւ ընդհանուր Ալիևի հայտարարությունների հետ կապված եւ մեր ղեկավարի պատասխանը որքանով է համարժեք Բաքվի բռնապետի հայտարարություններին։ Ինչի Բաքվի բռնապետ, ոչ Երևանի բռնապետ։ Այդ ինչի մեր ղեկավարը բռնապետ չի, Բաքվինը բռնապետ է։ Մեր ղեկավարը ընտրված է ամեն դեպքում, պարոն Մանասյան, 2021 թվականին ընտրվել է եւ դա ոչ ոք չի վիճարկել։ Ես եմ վիճարկում, սահմանադրական կարգ տապալի, իրան դրա համար են ընտրել։ Մենք դրանք անդրադառնանք մեր Հայաստանի ղեկավարի քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի թե չնենց հաստատվում եւ yaman խերի մեջ կորել ենք Նիկոլ Փաշինյանով, Բաքվի բռնապետն էլ Բաքվի բռնապետ է։ Ինչքան Բաքվի բռնապետն է բռնապետ, դրան տես մի քիչ մոտիկ էլ մեր բռնապետն է բռնապետ։ Բաքվի բռնապետը թուրը կտրում է, ավելի բռնապետ է։ Մեր բռնապետի քիթը ջարդել են, ավելի պակաս բռնապետ է։ Բայց հեսա որ հանգարց թուրը կտրեց մի անգամ էլ ընտրություններով անցավ, կտեսնեք բռնապետը ոնց է լինում։ Շատ լավ։ Հիմա բուն հարցին։ Այս ուղղակի կներեք, որ այսպես կոռեկցիա եմ ածում։ Հիմա բուն հարցին։ Գոյություն ունի Ղարաքիլիսա անվանում, գիտեք, նշանակում է սև եկեղեցի։ Մեր Լանջանիստում Արարատի շրջան գոյություն ունի Աղքիլիսա, սպիտակ եկեղեցի է նշանակում։ Ղարախաչ, Ղարախաչ։ Հիմա հարց։ Սրանք եկեղեցիներ են իդեպ, բայց թուրքեր են։ Այսինքն սրանք ինչ եղել են բանը, ադրբեջանական կամ թուրքական կամ ինչ որ մի մուսուլմանական երկրի կամ ժողովրդի են պատկանել։ Անունները 100%-անոց բանը թուրքալեզու են, բայց դա 1,000,000%-անոց հայկական եւ ստեղծել են հայերը եւ ունեցել են հայերը եւ միջև այսօր դրանք հայկական են։ Այսինքն միայն եթե անուններով այդպես պրիմիտիվ մոտենանք, ոնց որ Բաքվի բռնապետն է փորձում մոտենա, ապա բայց եկեղեցիների հարցը ոնց կբացատրի։ Ավելին ազգանուններ կան, անուններ կան հայերի, քրիստոնյա հայերի։ Ազգանուններ կան եւ անուններ կան, որոնք դարձյալ, չգիտեմ, արաբական են, պարսկական են, թուրքական են, այդ ինչա։ Չլինի բանը, էմիգրանտներ են եղել, իրանց պապերը, ասենք, արաբներից են եկել կամ Պարսկաստանից էմիգրանտ են եկել են Հայաստան, ոչ խոսքը լեզուն այդպիսի բան է, բան Արցախում, Լեռնային Ղարաբաղում, մարդիկ հիմնականում խոսում էին ռուսերեն։ Ռուսերեն ավելի լավ էին խոսում միգուցե, քան գրական հայերենը։ Գրական ռուսերեն ավելի լավ էին։ Եվ դա ինչ է նշանակում, որ այդ մարդիկ ինչա, Ռուսաստանից եկած երբեմնի ասենք մալականների սերունդներին, ոչ, լեզուն այդ տեսակ բան է։ Կարա ժամանակի ընթացքում իշխող ուժի ազդեցությամբ արմատավորվի, տեղանուններ դառնա։ Այդպիսի բան է։ Հիմա երկար ժամանակ ոչ թե ադրբեջանցիները ուշադիր, որտեւ այդ ադրբեջանցի, որ ասում են, այդքան, որ իրանք տենց ինքնություն հարգող են, բան չի չկա ազերի լեզու, ինչ են թրքախոս, բայց գոնե իրենց սեփական լեզուն պահեին, քեն դառը թրքախոս, եղել է, չէ, ազերիները, ատրպատականցիները, որ հայերեն այդ ատրպատականը ուղիղ թարգմանվում է որպես Ադրբեջան, էլի, չի թարգմանվում, խոսքա փոխվում է մի լեզվից մյուսը անցնելով, ոնց որ Թիֆլիսն ու Թբիլիսին, էլի։ Հիմա ատրպատականցիներն ունեցել են լեզու։ Բա ուր է այդ լեզուն։ Այդքան տենց ինքնություն հարգող, պահող ժողովուրդը, թող իրանք իրաց լեզուին պահեին, այն չեն դարել թրքախոս։
Այդ նույն ատրպատականցիները միջև ահագին ժամանակ եղել են զրադաշտ։ Բա թող իրանց կրոնը պահեին, ինչին դառը իսլամադավան։ Օրինակ, հասկանում եք, ուզում ասեմ, որ այդպիսի պրիմիտիվ, այդպիսի թերի միջնակարգ հայտարարությունները անում հարևան երկրի նախագահը։ Նոր անգամ ծիծաղելի չի։ Մի քարտեզ են գտե, որտեղ գյոյչա է գրած։ 50 հատ քարտեզ տկա, որ այդ ժամանակի ու դրանից առաջ, հենց նույն ցարական շրջանի քարտեզներ կա, որտեղ Սևանա գրած։ Ասենք ինչ դից ուրախացել եք, հասկանում եք, չունեն անցյալը ինքնությունը իրանց ուրացել են, իրանց եթե նրանք թասիբ արժանապատվություն ունեն, то վերականգնեն իրանց ազերի ատրպատականի խոսք լեզուն։ Հрьяաները սպասեք։ Հрьяաները ոչ ոք եբրայերեն չէր խոսում։ Այսօր Իսրայելում մարդիկ խոսում են։ Միայն մնացել դրանց սուրբ գրերում այդ լեզուն։ Ամեն մեկը մի լեզվով խոսում էր մի տարածաշրջանի մի երկրի լեզվով, մեկը իսպաներեն, մեկը գերմաներեն, մեկը անգլերեն, չգիտեմ, մեկը պարսկերեն, ամեն մեկը մի լեզվով խոսում էր։ Բայց այդ մարդիկ իրանց լեզուն Իսրայելի հաստատումից հետո վերականգնեցին ու հիմա ունեն եբրայերենը, օգտագործում են դպրոցում սովորացնում են մարդիկ այդ լեզուն կենթանացրին այդ լեզուն։ Բա ադրբեջանցիները, Ադրբեջանը Եթե այդքան ինքնասիրություն ունեցող երկիր ու ժողովուրդ են, բա թող այդ լեզուն վերականգնեն իրանց մայրենի լեզուն։ Ինչի են թուրքեր, իրանք երիքի թուրքերեն են խոսում։ Մի հատ գլուխ են գովում, որ տարածաշրջանում տեղանունները եղել են թուրքերեն։ Գետինը մտնեք, ավելի վատ ձեր համար, որ դուք դերիք չի ձեր լեզուն չի թուրքերենը։ Հա, եթե իրանք կհամարեն, որ իրանք թուրք են, թող մի հատ իրանց հայլու մեջ նայեն ու նայեն ուզբեկներին, չգիտեմ, թուրքական ուրիշ ժողովուրդներ, թուրքմեններին, հա, որոնք իրենց դիմագծերով ակնհայտ էր, որ միջինասիական, թուրքական կամ մոնղոլական, չգիտեմ, իրանք որ գծի մեջ են ավելի լավ պատկերացնում։ Այստեղ ակնհայտ, այսինքն իրանք դեմքով կոպիտ ասած, որ չնեղացնեմ, կովկասցի են, կամ որ նեղացնեմ, то հենց էլ հայի դիմագծեր ունեն։ Հիմա փոխանակ գետինը մտնեն, որ ոչ լեզու են պահե, ոչ կրոն են պահե, իրանց Տատերին բռնաբարողների լեզուն սարքել են իրանց համար մայրենի լեզու, իրանց պապերին մորթողների ինքնությունը սարքել են իրանց համար ազգային ինքնություն, պետական ինքնություն, այս ամեն ինչ արել են, հələ մեր վրա էլ մատ են թափ տալի, բան են բացատրում, թե գիտեք մենք պատմություն ունենք, իսկ հիմա եթե ավելի մեր օրերի ու քաղաքական գնահատական, սա իմ պատասխանը որպես Հայկ Մանասյան, պարոն Մանասյան, իմ սրտից պատասխան։ Հələ սա երկար խոսակցություն։ Ու ինձ հետաքրքիր է մեր վարչապետը կարող էր այդպիսի պատասխան տալ։ Մեր վարչապետը քան խելք ունի, որ այդքան հասկանա, մի հատ էլ հələ բանկա ահագին բան էլ չեմ ասել։ Իրոք չեմ ասել։ Ես դες մտեմ բժշկական, գենետիկական քննություններ են արվել եւ այլ, ես այդ կողմի վրա հիմա չեմ տարածվի։ Հիմա դամ քաղաքական բլոկի։ Ալիև ինչ արի, ընդամենը անոնսավորելա իրական Հայաստանի եւ անկախ բանը խաղաղության դարաշրջանի Այդ Նիկոլ Փաշինյանյան թեզը, ուրիշ բան ասե Ալիևը, ինչ ասե, ասել է խաղաղության դարաշրջանա, էլ տանգերով չեն գնալու, մենք հարևաններ ենք արդեն, մենք ընդ տուն ունենք, տեղ ունենք, մենք ընդդեղից փախուստ կնենք, Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստան եւ խաղաղության դարաշրջան թեզերը Ալիևը անոնսավորել է իր ժողովրդի համար։ Ինքը այս ինչ ասել է, օթից բաներ չի ասել։ Ինչի Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում հիմա։ Ասում անգեր ջան, մոռացեք այդ անցյալը, այդ ատրպատականերենը, այդ հայերենը, այդ հայու ինքնությունը, սա մոռացեք չէ։ Պատմական չկա։ Ալիևն ասում է ճիշտ ես ասում, Կարդաշ, չկա, չէ պատմական, հա։ Դե լսի մի երկու բան ասեմ, սովորի էլի։ Մենք սենց ենք դիտարկում։ Մեր ժողովուրդը սենց է դիտարկում։ Էս է մի հատ քարտեզ բազմաթիվ քարտեզների միջից իրանց համար հարմար, որ միտեղ գտել են գյոյչայա դրած։ Վերելու են Սևանի արևելյան ափնել ասում է։ Մենք պետք է գանք վերաբնակեցնենք, որտեղ դա մենք ենք ապրե։ Սևանին իրանք այստեղից գյոյչայ կասեն, Նիկոլը ստեղից կասի Սևան, հետո անկախության դարաշրջանի թու խաղաղության դարաշրջանի այդ կոնցեպտի մեջ կասեն մենք հարևաններ ենք։ Նրանք ասում են գյոյչա, սա էլ ասում է բան, Սևան։ Ու այտենց բազմակարծություն, մզկիթներ կգան կկառուցեն, իսկ հայ առաքելական եկեղեցին դա ինչ է։ Դա սրբերի, դա մատաղացուների, դա խաչելության գնացող բաների կրոնա, ժողովրդի կրոնա։
Ահա, այն մարդիկ կան կասեն մենք էլ կրոնի ազատությունա, չէ, սահմանադրությամբ։ Հա, առաքելական եկեղեցին ինչ որ արտոնություն ունի, Նիկոլը փորձում է նոր սահմանադրություն գրի, որտեղ այդ արտոնությունները ջնջելու է։ Հիմա լավ, ինքեր է տանոսավորում։ Կանդրադառնանք դրան։ Մի խոսքով այնիշ Նիկոլ Փաշինյանն է այստեղ ասում, Ալիևն էլ այնտեղ ասում։ Հələ մի հատ էլ օգնել է Նիկոլին, գիտեք ինչու՞ է օգնել։ Հիմա տես ինչ ալնելու։ Նիկոլն ասելու եկեք էլ Արարատ չասենք, Ագրիդագա, եթե չեմ սխալվում, կոչվում թուրք, Արարատ լեռը Մասիսը։ Ագրիդագա կուտը։ Դե ասում է, հեսա ասելու է, լսեք։ Եթե չեք ուզում, որ Սևանին գյոյ չասեն, մենք էլ պետք է Մասիսին, Արարատին Ագրիդագա ասենք։ Իրանց տարածքում անուն իրանք են որոշում։ Կտեսնեք հեսա։ Մի հատ էլ Նիկոլին թազա թեմա է տվել։ Իրական Հայաստանի խաղաղության դարաշրջանի կոնցեպտում։ Այդ իրանց կեղծ կամ ոչ կեղծ կարդաշական կոնցեպտում։ Ասելու է վերջ, դուք ինչքան կասեք Արարատ Մասիս, քարտեզի վրա գրած է Ագրիդակ, այնքան մենք էլ կասենք գյոյչա։ Դե դենա ինչ պետք է անես։ Հասկացաք լեկտիության աստիճանը, բայց ասում է գողը որ տնտանից է լինում, եզը երթիկից են հանում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա լավ, Փաշինյանը եթե դեմ չի այդ ամենին, մենք ենք դեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ու պետք է էլի գանք ու հասկանանք ինչ կարող ենք անել այս իրավիճակում։ Ընտրություններն են միակ ելքը, պարոն Մանասյան, մինչև մյուս ներքաղաքական հարցերին կանդրադառնանք։ Ոչ թե միակ ելք, այլ առաջի քայլը ընտրություններն են։ Առաջին քայլը
սահմանադրական, օրինական, մարդասիրական, իրար հանդուրժելու ֆոնին, առանց իրար միս ուտելու, առաջի քայլը ընտրություններն են։ Եվ ընտրություններում ժողովրդի ազգի էական հատվածը պիտի իր ասելիքը ասի։ Նիկոլ Փաշինյանը ունի որոշակի զանգված, որոնք ինչ էլ լինի, երկինք երկիրը անցնի, գնալու են Նիկոլ ընտրեն։ Եթե պես է։ Հիմա եթե բոլորդ նստեք տունը, հարգելի հայրենակիցներ, այսպես ներվայնանալու եք, որ արտագաղթեք էլ չեք պրծնել, ունդեղից եք ներվայնանալու։ Ձեր Սփյուռքում ապրող բարեկամներին խոսացրեք, իրանք ձեզ կասեն։ Նրանք ընդ են ներվերից բուժում, դուք ստե ներվերը չեք բուժում, շարունակում եք վատանալ։ Երկուսն էլ տեսնելով ինչա տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը իր որոշակի ընտրազանգվածով դա կազմում մոտավորապես 25% է, լավագույն ցուցանիշներով, այսինքն այն 21 թվականի դրությամբ դա 25% էր։ Ընտրողների 25%-ը գնում ընտրում են Նիկոլ եւ ընտրողների կեսը, քանի որ չեն մասնակցում ընտրություններին, այդ 25%-ը դառնում է 50% էլի։ Կրկնապատիկ ավելանում է։ Ինչի որտեւ այն մյուս կեսը չգնաց քվեն կորավ, իրա քվեն կորավ։ Հիմա առաջի քայլ ընտրություններ են։ Եթե ընտրությունները կեղծվեն, ապականվեն, վարչական ռեսուրսով, հովանավորչությամբ եւ այլն, արդեն հաջորդ քայլը կլինի այս կառավարությանը լուծարելը եւ նոր կառավարություն ձևավորելը։ Պարոն Մանասյան, չակնկալել, որ ընտրվելուց հետո Հայաստանի իշխանությունները կփորձեն ավելի իրատես լինել եւ հակազդել ադրբեջանական այս նարատիվներին։ Հիմա կարծիք կա, մեկնաբանություն կա, երբ փորձում են վերլուծել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, ասում են խաղաղության այդ օրակարգը կամ դրա մասին կբարձրաձայնեն այնքան ժամանակ, մինչև հնարավորություն ունենան վերարտադրվել, նորից ընտրվել։ Հիմա մենք ենթադրենք նրանք այսպես կրավորական կդիրքավորվեն կամ ձեր ոճով պատասխան չեն տան ադրբեջանցիներին մինչև այն պահը, մինչև որ կվերընտրվեն։ Մենք նրանից հետո չակնկալենք, որ ռետորաբանության փոփոխություն կարող է լինել եւ այս մարդիկ իսկապես որոշեն տեր կանգնել Հայաստանին։ Որս այդքան մակերեսային բան չի, որ այս մարդիկ հանգարցակի ինչ որ պահից սկսած այլ կերպ իրաց մտածեն։ Ինչ որ պահից սկսած այլ կերպ պիտի մտածեին Արցախյան պատերազմը, մեծ 44-օրյա պատերազմը պարտվելուց հետո։ Պիտի այլ կերպ մտածեին արդեն։ Բայց չմտածեցին այլ կերպ։ Զանգեզուրը անձեռմխելի պահելու, Սյունիքը անձեռմխելի պահելու այդ խնդրի առաջ իրանք պիտի այլ կերպ մտածեին։ Մինչև այսօր իրանք շարունակում են ասֆալտի վրա փող դուրս գրել, մինչև այսօր տեսեք բանը։ Ծիծեռնակաբերդը ինչ են արել։ $2 միլիոն շինարարություն են իբր թե սկսել, երկու հատ տվեցին ապականեցին ու հես ասես կանգնացնեն մինչև ապրիլի 24։ Այսինքն ինչ են վերանորոգումը այսօր հայտարարվել է, որ վերանորոգումը մինչև ապրիլի 24-ը, այո, մինչև ապրիլի 24, մինչև ապրիլը այդ $2 միլիոն մինչև ապրիլի 24 կուտեն կպրծնեն։ Այդ $2 միլիոն մինչև ապրիլի 24 պիտի տակով անեն։ Խելքի են եկել։ Էլ ուրիշ տեղ ծախ չկար, այդ քարերը բազալտ։ Ինչքան ուզում ես ասա, այնտեղ մի բազալտը ճաքեր, կարեր եւ բազալտը հասկանում ես, ասենք բուրգերը բանի եգիպտական բուրգերը, ասենք քանի հազար տարի կանգնած են, ոչ ռեմոնտ անց է, ոչ բան։ Առանց ռեմոնտ, առանց ման այդ քանի հազար տարի կանգնած են։ Բազալտա դրան չոր չի կպնի։ Հենց $2 միլիոն ուրիշ ծախսելու տեղ չկար, հենց այսօր էր դրա ժամանակը, ու ել եմ ասում, հիմա խիստ հարցական է, որ ինքը դա հատուկ չեն արել, որ հիմա լիքը երկրներ են բանը, լիքը այցեր են լինում, առաջ ոնց էր անպայման տանում են ծիծեռնակաբերդ։ Չէ, ասում են այս դեպքում, այս մակարդակով այցերի դեպքում պարտադիր չէ ծիծեռնակաբերդ։ Ինչի՞ այդ մարդիկն ուզում են գնան ծիծեռնակաբերդ։ Ինչի՞ չէ։ Դա Այմատ ուզում են գնան։ Պաշտոնապես արարողակարգի մաս չէ։ Այդ մարդիկն ուզում գնան, ուզում են գնան։ Հա, դա գնան։ ուրիշ հարց է, որ գուցե որպես քաղաքացիներ ցանկություն Չէ, ունեն։ վերջ, այդ ծիծեռնակաբերդը փագ է։ Ռեմոնտի տակ համ փող են աշխատում, համ ավիրում են, համ էլ փագում են, չեն թողում որ շահագործվի։ Ուզում եմ ասել, թե խելքի գալու լինեին, վաղուց բազմաթիվ հարցեր կար, որտեղ խելքի էին եկել։ Վաղուց այս մեր ունեցած մտավոր եւ ոչ միայն մտավոր պոտենցիալը հավաքագրել էին, օգտագործել էին։ Հասկանում եք, թե գիտականը կլինի, թե նույնիսկ մարզականը կլինի, թե Շատ լավ, իշխանությունները
ձեր բնորոշմամբ խելքի գալու այդ շանսը չունեն կամ Չունեն, այո, չունեն։ չեն Չունեն եւ սա շատ խորքար է, դա անձնական տվյալ չի, ծրագիր են իրականացնում։ Շատ լավ։ Թուրքիան, Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյան իր իշխանությամբ, եվրոպական առանձին խաղացողներ, արևմտյան, ոչ բոլորը, առանձին խաղացողներ կոնկրետ ծրագիր են իրականացնում։ Ու այդ ծրագիրը, այդ ծրագրի մեծ ծրագրի մեջ թուրքերը ավելի մեծ պատառ պիտի ստանան, հայերին դե տակ ինչ մնա, փշրանքներ։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնում է այս գործարքին, համաձայնվել է սրան, միջև տեսնենք ինչ կլինի։ Հիմա եկեք Համաձայնվել է։ հանրային ասպեկտին անդրադառնանք այս խնդրի հանրությունը մենք ի վերջո դուք ասացիք Նիկոլ Փաշինյանին կգնա իր 25%-ը ունի ձայն կտան հիմա բայց մենք ունենք տարբեր հարցումներով մինչև 60% չկողմնորոշված քաղաքացիներ այսինքն մարդիկ որոնք ոչ որևէ քաղաքական ուժի չեն վստահում այս մարդիկ ինչ է կարծում հիմա շփումներ են տեղի ունենում նաև ադրբեջանցիների հետ իրենց քաղաքասարակության ներկայացուցիչներն են գալիս մերոնք են գնում ես ուզում եմ հասկանամ հանրային մակարդակով հասարակության համար եւս ընկալելի կլինի, որ խաղաղության շրջանակներում ադրբեջանցիները կարող են ոչ միայն որպես կարճատև այցելություն գալ Հայաստան հետ գնալ, այլև կարող են երկարաժամկետ գալ եւ մեր շարքերում ապրել։ Դա ուրիշ խոսակցություն է, համակեցությունը, խաղաղ ներդաշնակ համակեցություն եւ ոչ միայն ադրբեջանցիների հետ, դա բոլորովին ուրիշ հարց է, բոլորովին ուրիշ կոնտեքստում է։ Ադրբեջանցիները այստեղ խաղաղ համակեցության ծրագիր չունեն, Ադրբեջանը պետական մակարդակով կազմակերպելու է Սյունիքը վերաբնակեցնելու, Հայաստանից փոկելու։ Միայն Սյունիքը։ Ну հատկապես Սյունիք, ոչ թե միայն, հատկապես Սյունիք է։ Այս աշխատանքը նրանք անելու են։ Նրանք չեն հրաժարվելու 50 տարի պահանջվի, 100 տարի պահանջվի։ Նրանք սա անելու են։ Այդ մենք ենք որ ուխտի ականջում քնած, ասում ենք, հեսա վերջ խաղաղության դարաշրջան, եկել է իրական Հայաստան, կեցե իրական Հայաստան։ Դե իմ հարցը հենց դրա մասին է, մեր հանրության Հիմա գնացինք մեր հանրությանը։ Ես լեմ չէ հանրության ներկայացուցիչ։ Ես ոչ թե այստեղ ու չկողնորոշված են, այլ пассив են։ Սա տարբեր բաներ է, այսինքն ոչ թե իրանք ասում են չգիտեմ ում ընտրեմ, ենթադրեն Քոչարյանին թե Նիկոլին, ասում են ոչ նրան եմ ուզում, ոչ նրան։ Հասկանում եք, կոպիտ ասած։ Հիմա Կարամ Քոչարյանի անունը չտամ, չգիտեմ, Ծառուկյանի անունը տամ, չգիտեմ, դա էական չի։ Կամ Նիկոլի Արամ Սարգսյանի միջև էս օրինակը բերեմ։ Նրանք ոչ թե ասում են, մենք օրինակ Արամ Սարգսյանի Նիկոլի մեջ չենք կողմնորոշում, ոչ նրան ենք ուզում, ոչ նրան։ Մի հոգի էլ ես եմ եղել այդպիսի վիճակում։ Ինչ եմ ասում ես, ասում եմ մի րոպե։ Ես իմ տեխնատությունն եմ առաջարկում։ Ես մտնում եմ քաղաքականություն, ոչ նրան, հա։ Արի դու քո տեխնատությունը դիր, այ ընկեր։ Ոչ նրան, չէ, ահա, արի տեխնատությունը դիր։ Ասում չէ ես զբաղված եմ, ասում կարող է քո պարապը ես եմ։ Դե ես գործեր ունեմ, ասում կարող է մենք մուկ ենք տշում։ Չէ ասում դե իմ աշխատավարձն այնքան է, իմ եկամուտներն այնքան է, որ բան այդ падգամավորի աշխատավարձը ինձ հետաքրքիր չի կամ նույնիսկ վարչապետի։ Ասում ես կարող է գիտես մենք էլ մնացել ենք թոշակների հույսին։ Բոլոր պարամետրերով հարգելի իմ пассив հայրենակից։ Բոլոր պարամետրերով։ Ինչ պատճառաբանություն դու կասես, միգուցե երկու այդքանը ես ասեմ։ Զբաղվածության, անցավ գլուխը ցավի տակ չդնելու, այլ ոլորտում կայացվածության եւ այլն։ Բայց հիմա հարցը հետեւյալն է։ Դիմում եմ այդ 60%-ին։ Այդքան կակ, եկեք ձեր տեխնատությունը դրեք։ Չէ, մեր միջից մի քանիսը դնելու են։ Եկեք մեզ ձայն տվեք։ Եթե դուք թասի բիգտասիրություն ունեք, տունը նստելու փոխարեն ժողովուրդ ջան, երկու ճանապարհ ունեք անելու։ Կամ տեխնատություն եք դնում, կամ ձեր միջից ով որ տեխնատությունա դրեք, գնում եք նրան ընտրելու։ Դե ձեզ տենամ։ Ու մի նստեք, տեսնեք ահագին пассив եմ էլի Facebook-ում, ահագին արդեն երկար ժամանակ, որտեղ ասեմ վերջ, հիմա մոտենում ընտրությունները գործ կանելու։ Ու մեր գործը է տա լինելու։ Մենք այն չի է նիկոլական բանը գազելիցի շատ падավատ նստած ժողովուրդը չենք էլի։ Իրոք լուրջ վերկացեք, հետաքրքրվեք, մի քանի տեղ հարցրեք այ մարդ։ Լուրջ զբաղված, կայացած ամեն տեսակ հետաքրքրությունով, հոբիով, ամեն ինչով, փառք Աստծո։ Բայց հիմա մտածում ենք ընկեր ո՞նց ենք անում։ Կամ եղած տեխնատուների մեջ մեկն ու մեկին ձայն ենք տալի։ Տարբերակ երկրորդ չենք գնում ընդհանրապես ընտրության, չենք մասնակցում։ Կամ ինքներս ենք մեր տեխնատությունը դնում, ինքներս ենք առաջարկում նոր նախագիծ,
Նոր ծրագիր, ոչ թե ուղակի Նիկոլն անում է, մենք ասում ենք փիսա, չէ, ես վաղուց չեմ էլ ասում Նիկոլը սես տենց, ինչ անում է, արդեն գնահատականը ստանում է բազմաթիվ կողմից։ Ռեալ առաջարկով ենք եկել։ Նոր սկզբունքներ, նոր սահմանադրություն, կառավարման նոր համակարգ, արդյունավետության մի այլ կարգի բարձրացում, ոչ թե ստենտեղ 1000 ներողություն զավոդ բացելով։ Իդե պետությունը զավոդ բացելով չի, եթե սովետական միության մասին չես խոսում։ Նույնիսկ Չինաստանը զավոդ չի բացում, այ ընկերներ։ Ով որ գործարանը բացում, այս մեր ձևովին են բարևներ ուղարկում։ Ով բացում է գործարանը, նա կարա ամենաշատը աջակցի կամ խանգարի ինչ որ չափով։ Էդ էլ է հարցեր։ Այս բիզնես էլ չի, ժողովուրդ քաղաքականությունը բիզնես չի, դա տնտեսական ինչ որ գործունեություն չի։ Դա կորպորացիա չի պետությունը, քաղաքականությունը եւ քաղաքական քայլերը դրանք լրիվ ուրիշ բաներ են։ Ու այդ ուրիշ բաների մեջ մտնում է էլի հիմքը քո հասարակարգը, իրավակարգը, պետական կարգը սահմանադրությունով, կառավարման համակարգը սահմանադրությունով։ Քո օրենքները եւ դրանց ինչով ինչքանով ես հետեւողական լինելու այդ օրենքների պահպանումը։ Այս ժողովրդին ոնց էս համոզելու, որ քաղաքական դառնա, ոչ թե ավելի խորը վերածվի 1000 ներողություն նախրային վիճակի։ Մարդկանց չեն ուզում, որ մարդիկ քաղաքական լինեն։ Չեն ուզում, իսկ քաղաքական ի՞նչ է։ Ընտրել, ընտրվել, տեխնատություն ներկայացնել։ Քաղաքական ակտիվություն, կազմակերպություններ, միտինգներ, կուսակցություններ եւ այլն, թափանցիկ եւ հաշվետվողական իշխանավարում պահանջել, բռնակալության դեմ ապստամբել, կեղեքման դեմ ապստամբել։ Էսա քաղաքական իրավունքներն ու քաղաքական մարդը, քաղաքական ազգը սա է։ Սա եթե չեք անում, ես մի օրինակ բերեմ, այս օրինակը շատ եմ բերել, ու դեռ շատ եմ բերելու։ Հինդուիզմում կովը սուրբ է։ Խերի մեջ կորած է այդ կովը։ Ոչ մորթում են հինդուիզմում։ Կերակրում են, չեն նեղացնում, ամենաշատը կթեն, էդ էլ մի բան օգուտ է, էլի կրծքերից լարվածությունը դուրս է գալի։ Հիմա ժողովուրդ դες դուր է գալի, կովի պես, հինդուիզմի սուրբ կովի պես ապրեք։ Այդ գագաթնակետն է ձեր երազանքների պատկերացումների։ Հասկանում եք, չէ՞ ինձ, Էլինա։ Էլիզա, կներես, հասկանում եք, չէ՞։ Քաղաքական իրավունքները դրանք լավ ապրելու մասին չեն։ Դա քո կյանքի տերը լինելու մասին է։ Քո ճակատագրի, քո զավակների ճակատագրի տերը լինելու մասին է։ Շատ լավ, պարոն Մանասյան, հիմա ներքաղաքական այս վերջին զարգացումներին անդրադառնալով ինձ հետաքրքիր է դուք նաև որպես քաղաքական հայտ ներկայացրած անձնավորություն, որպես քաղաքացի նախ եւ առաջ, խնդիրներ տեսնում եք եկեղեցու հոգեվորականության շրջանում, թե ոչ։ Մենք փաստացի ունենք ոչ միայն պետական այրեր հոգեվորականություն արճակատում խնդիրներ, մենք ունենք նաեւ այդ խնդիրները հոգեվորականների ներսում, թե վարքագծի, թե հոգևոր հոր կերպարի հետ կապված, եթե խնդիրներ տեսնում եք, ապա լուծումներն ինչպես եք տեսնում։ Ենթադրենք Նիկոլ Փաշինյանի փոխարեն դուք եք իշխանություն ձեր թիմով, ինչպես եք պատկերացնում լուծումները եւ այս պահին արկա իրավիճակը ունի հանգուցալուծում, թե չէ, ինչու չեն կարողանում ավելի անաղմուկ, ավելի հարգանքով միմյանց զիջելով լուծել այս հարցերը, որոնք կան։ Նախ ոչ թե չեն կարողանում, չեն ուզում։ Երկրորդ այս հարցերը պետական ինստիտուտների եւ պետական այրերի եւ պետական տիկնանց գործը չի։ Սահմանադրական կարգի տապալում է այս ամեն ինչը։ Վերցրեք, բացեք սահմանադրությունը, հենց սկզբից գրած է սահմանադրական կարգի հիմունքները։ Այդ սահմանադրական կարգի հիմունքներում գրած է եկեղեցու մասին, գրած է անկախության մասին եկեղեցի պետություն։ Այդ սահմանադրական կարգի հիմունքներում նշված է, որ պաշտոնյաները, պաշտոնատար անձինք իրավունք ունեն անել միայն այն, ինչի համար իրանք օրենքով եւ սահմանադրությամբ լիազորված են։ Այսինքն թե սովորական քաղաքացին իրավունք ունի անելու ամեն ինչ, ինչը օրենքով արգելված չի, պետական այրը իրավունք ունի անել միայն այն, ինչ օրենքով իրան թույլ է տրված։ Պատկերացրեցիք, չէ՞ տարբերությունը։ Հիմա ասել, որ ես գիտես ինչ, առավոտը պետական այրը Միրիկունը սովորական քաղաքացի, սա արդեն իսկ սահմանադրական կարգը էշի տեղ դնել է, ձեռ առնել է ինք զինքը եւ քաղաքացիներին։ Ես իրավունք ունեմ անել այն ամենը, ինչ օրենքով արգելված չի, բայց որը ես դառա պետական պաշտոնյա, դրա համար դուք ասացիք, այս հարցերը ոնց ենք լուծելու։ Իսկ պետական պաշտոնյան ում շունն է, որ այս հարցերի մեջ քիթը խոթի։ Ո՞վ է նա։ Ասում են մտել են հոգեվորականները քաղաքականություն եւ ստանում են քաղաքական համարժեք պատասխան։
Ներողություն։ Քաղաքականություն չկա, Մի հատ արդարություն առանձին, չկան, մի հատ առանձին բան կանոններ։ կա։ Մի հատ առանձին սահմանադրության մեջ էլի առանձին դրույթ կա։ Եթե օրենքով արգելված չի, այդ մարդը չի կարա դրա համար պատասխանատվության ենթարկվի։ Եթե օրենքով արգելված չի, հիմա այդ մարդիկ օրենքով արգելված ինչ են արել, ասեք, որ հոդվածն են քրեական օրենսգրքի կամ ոչ քրեական։ Ինչ հոդված են խախտել, ինձ ասեք։ Ինչ են խախտել այդ մարդիկ։ Այսինքն, եթե տերտերա իրավունք չունի գնա միտինգի մասնակցի, իրավունք ունի։ Եթե զինվորականը ոչ իրավունք չունի։ Եթե դատավորը ոչ իրավունք չունի։ Իսկ եթե տերտերա իրավունք ունի, այդ իրավունք ունի։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ անում քիեն քաղաք լավ են անում, աշկիտ թայն են անում։ Այդ ով ասեց, որ իրանք քաղաքականության չեն մասնակցելու։ Ավելին ասում, դու ասում ես եկեղեցին անջատը պետությունից, այդ ասում պետություն չափը ճանաչի։ Այդ պետությանն ասում է, եկեղեցին չի ասում չափը ճան։ Եկեղեցին ինչ կարող անի այն մարդ։ Ոչ զորք ունի, ոչ մինիստր ունի, ոչ ԱԱԾ ունի, ոչ հատուկ, չգիտեմ, զինված խմբավորումներ ունի։ Պետությունը, պետական ինստիտուտներ, այդ ամեն ինչ ունեն։ Երբ որ ասում են վազնանցի եկեղեցուց, հիմա Անգլիայում թագավորը համ երկրի գլուխն է, համ եկեղեցու գլուխն է։ Այսինքն դե կաթողիկոս չի, թագավորն է այդ բարձրագույն իշխանությունը եկեղեցական։ Ինչու որտեվ հնուց նկատել են, որ եկեղեցի պետություն լինում է բախում։ Ֆրանսիայում կաթոլիկն է եղել, կաթոլիկը եղել է, այսինքն Հռոմի պապն է եղել իրանց տարածքում գերիշխող կրոնական եկեղեցական, այսպես ասած, իշխանության բարձրագույն ներկայացուցիչը, հա։ Իրանք որոշել են կտրեն դա, արմատախիլ անեն, դպրոցում արգելել են խաչով դպրոց գնալ երեխուն։ Ասենք, պատկերացրեք, վաղուց Այս սկզբունքները եկեղեցու սահմանափակել։ Այմարդ, բայց քո եկեղեցին է, քո ազգային եկեղեցին է։ Այնպես չի, որ ադրբեջանական եկեղեցի է, կամ չգիտեմ, ռուսական եկեղեցի է, կամ պարսկական եկեղեցի է, քո ազգային եկեղեցին է, այս մեկ։ Երկրորդը, այդ եկեղեցին ոչ մի լծակ չունի այմարդ աշխատելու։ Ոչ մի լծակ չունի, անվտանգությունն էլա քո ձեռքը, ԱԱԾ-ն էլա քո ձեռքը, ամեն ինչ ոստիկանություն, ամեն ինչ քո ձեռքն է։ Ինչ ես ուզում այնտեղ։ Կուսակրոնություն պահել չի պահել, քո ինչ գործն է։ Վաղը կարող է գաս մտես մարդկանց տները, ասես տենամ բանը, կուսությունը պահել են միջև ամուսնալը թե չէ։ Քո ինչ գործն է։ Դու ում շունն ես։ Հենց սենց։ Ուրիշ ձևակերպում չարժի տալ ստեղ։ Դուք ով եք միջամտում եք, սահմանադրություն կարտացեք, այ ընկեր։ Լավ, միջամտում եք, հարց չկա։ Ճտերն աշնանն են հաշվում։ Ճտերն աշնան են հաշվում, տեսնեմ քանի հոգի ու ոնց են մարսելու այսօրվա արարքները։ Սա սահմանադրական կարգի տապալումը, բացեք սահմանադրական կարգի հիմունքները սահմանադրության մեջ եւ կարդացեք ինչի մասին է, ինչեր չի կարելի անել։ Ու կտեսնեք այսօրվա գործողությունները ոնց է մտնում դրա տակ։ Եթե հնարավոր է կարճ ասացեք ինչու է տապալում սահմանադրական կարգի իշխանությունը եւ երկրորդը մտնում է եկեղեցի։ Հասկացանք, իշխանության թևերի բաժանում գոյություն ունի։ Այստեղ թևերը խառնելա իրար ազգային ժողովով, դատականով, հավաքելա բոլորը միտեղ, որ էլի սահմանադրական բանը, սահմանական կարգի խախտում է, մտնում է հասարակական կյանքի մեջ, արգելում է կրոնական ազատությունը, արգելում է հասարակական կազմակերպության գործունեությունը, ոնց ասեմ, միջամտումը աչ ու ձախ միջամտումը, որ չի կարելի։ Եթե մեր ժողովուրդը պետականորեն հասուն լիներ, իրավականորեն, իրավագիտակցությամբ հասուն, սենց բաները, գիտես, ասել, մի օր Եվրոպայում սենց մի պետություն սենց իրան պահի, մի վարչապետ իրան սենց պահի, նա մի ժամ չի ձգի, մի ժամ։ Շատ լավ, իսկ իմ հարցի երկրորդ բաղադրիչը, դուք խնդիրներ տեսնում եք հոգեվորականների շրջանում, նրանց կերպարի, վարքագծի հետ կապված եւ արդյոք շատերն են պնդում, որ այո, ներսում կա բարեփոխումների գնալու անհրաժեշտություն, եթե դուք եք այդ անհրաժեշտությունը տեսնում, հասկանանք ինչու չի գնում եկեղեցին, դրանով ամփոփենք հնարավորինս։ Այսինքն երբ ես կլինեմ իշխանություն, կամ եթե ես կլինեմ իշխանություն, ես ինձ թույլ չեմ տա խառնվելու այս ամեն ինչի, որովհետև սա ինձ չի վերաբերվում։ Ես որպես իշխանավոր, որպես պետական այր, կրկնում եմ, ում շունն եմ, որ կարողանամ սենց բաների մեջ միջամտել։ Եվ եթե ես չեմ, մեկ ուրիշն այլի նույնն է։ Հիմա եթե վերցնենք որպես հանրային գործիչ, ոչ պետական, որպես քաղաքացի, ահռելի խնդիրներ կան յուրաքանչյուր համակարգում, յուրաքանչյուր ինստիտուտում մեր երկրի, լրատվությունից, առողջապահություն բժշկությունից, ամենուր այտենց տեղ չկա, որտեղ էականորեն խորքային խնդիրներ չլինեն։
Էլ ավելի դրանք սուր են փակ համակարգերում, ինչպիսին է եկեղեցին, ինչպիսին է բանակը, ինչպիսին էր միջև վերջերս բժշկական համակարգը, որ էլի փակ համակարգ է։ Մենք մերոնց դրսում, մենք մեր կեղտոտ լվացքը դրսում չենք լվանում, կամ դրսում չենք փռում, հասկացաք, այդ մնում է ներսում, այս փակ համակարգերը ավելի վտանգավոր են այդ առումով, որ այնտեղ այլանդակություն ավելի խորը կարա թափանցի։ Հիմա կամաց, բայց այս ամեն ինչը բացվում է, հա, եւ ի շնորհիվ էլի այն բժիշկները, ովքեր օրինակ TikTok-ում վեր են կենում, ինչ որ մի հատ ինքը շատ լավ բժիշկ է, օրինակ Անդրոնիսի մասին ինձ թվում է բոլորը ճանաչում են։ Անդրոնիսը TikTok-ում կամ չգիտեմ, այնց ռիլզեր կարա տենց կես կատակ, կես լուրջ բան, բայց ինքը լուրջ բժիշկ է։ Ու սա արդեն թոթափում է այդ բանը, էլի պաշտոնականությունը, այդ չգիտեմ, այդ մի խոսքով ամեն ինչը այսպես հալվում է սառույցը եւ ահագին բաներ բաց սկսում են խոսել, քննարկել եւ այլ։ Հիմա դառնանք եկեղեցուն լուրջ խնդիրներ կան։ Նախ ես այն վաղուց եմ ասել, մեզ այսօր կրոնափոխ են անում հայ առաքելական եկեղեցին, հայ ազգային եկեղեցին, այսօր էլ փոփոխության են ենթարկում։ Օրինակ, խորանների արևելյան կողմի պատուհանները, որոնք խորան լուսոյ է մեր խորանը, որտեղ լույսը, որպես Աստծո լույսի լուսավորության նշան, պիտի ինգնի խորանը, տեսեք եկեղեցիները կա, եկեղեցիների մեծ մասում, եթե լեռներում չեն, սրբապատկերներով փակած են այդ խորանները, օրինակ եմ ասում, սրբապատկերներով փակած են, եկեղեցիներ կան, որոնք ընդհանրապես, օրինակ մայր տաճարը, շինություն է կառուցած պատուհանի դիմաց եւ արևելքից լույս չի ընկնում ընդհանրապես խորան, դա խավարի խորան է, հենց Էշմիածնի մայր տաճարը, գնացեք դա խավարի խորան է, դա լուսո խորան չի, հասկանում եք, բանն է, թանգարանն է սարքած, ցարական Ռուսաստանի ժամանակով է այդ շինությունը լրացիչ ավելացել, մեկը խելքի գլխին չի եղել, որ ասի այ մարդ, այս ինչ եք անում, նույնիսկ եթե չեմ սխալվում, Օշականի եկեղեցին է, եթե չեմ սխալվում, Օշականի եկեղեցին զանգակատուն են կառուցել արևելյան կողմից ու փակել են պատուհան, հիմա սենց էսի դավանաբանա ինձ համար, սա դավանաբանական լուրջ հարցեր են, շատ լուրջ, իմ ազգային եկեղեցին ազգային է սրանով, այսպես խնդիրներ կան, կուսակրոնությունը կհանեի ընդհանրապես, կամավոր, ուզում է թող կուսակրոն լինի, ուզում է թող չլինի, էլի վերադառնում սահմանադրությանը, ասում է ընտանիքը պետության հատուկ պաշտպանության ներքո է, ընտանիքը, եթե նույնիսկ կաթողիկոսը, այ մարդ, ընտանիք ունի, հիմա հարց, սահմանադրության այդ դրույթը տարածվում է կաթողիկոսի ընտանիքի վրա, թե չէ, տարածվում է, թե չէ, այսինքն եթե եկեղեցին որոշել կաթողիկոսին հալածել, նեղացներ, ես չեմ ասում բանը հրաժարական պահանջեր, հա, եթե եկեղեցին փորձեր կաթողիկոսին հալածել ընտանիք ունենալու համար, պետությունը պիտի գար ըստ սահմանադրության, ասել էլ մի րոպե, այ մարդ, ընտանիքը, այդ բարձրագույն արժեք է մեր երկրում, մեր պետությունում, դուք իրավունք չունեք կաթողիկոսի ընտանիքը նեղացնել կամ կաթողիկոսին նեղացնել ընտանիքի համար, բարձրեք սահմանադրությունը կարդացեք ժողովուրդ ջան, այս ապիկարները փոխանակ սան են, հակառակ գնացել գրոհում են այդ մարդու վրա, ասում են դուք ընտանիք ունես, հիմա անցնենք կուսակրոնությունը ես կհանեի, ու էլի բազմաթիվ փոփոխություններ կանեի, եթե ինձանով լիներ, բայց ոչ մի դեպքում որպես պետական այր, պետական մանդատ ստացած մարդ, ես թույլ չէի տա քիթս խոթեի այս կամ այն ոչ պետական ինստիտուտի կամ ոչ իմ լիազորությունների տակ եղած ինստիտուտի գործերի մեջ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի հիմնադիր Զավարակներ նախաձեռնության համահեղինակ հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։